Բարև ձեզ, Սարվա թեման է, իմ այսօրվա հյուրը քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանն է, բարև ձեզ, պարոն Շիրինյան։ Պարոն Շիրինյան, Նիկոլ Փաշինյանը արդեն գրեթե 1 ամիս օգոստոսի 8-ից հետո հստակ ներկայացնում է, թե իր կառավարությունը, իր թիմը ինչ ճանապարհով է գնալու, նա հատկապես այն շեշտեց նաև իր կուսակցության համագումարի ընթացքում, ամեն ինչ պարզ է, խաղաղություն, հարևանների հետ բարիդրացիական հարաբերություններ եւ Հայաստանի զարգացում, սա Նիկոլ Փաշինյանի պատկերացումն է, ամենայնտեպս իր ծրագիրն է, իր տեսլականը։ Սրան հակադարձողները, այս թեզին հակադարձողները ընդդիմությունը կամ ինչպես ասում են ռևանշիստները կամ հինգերչարությունը արդեն 4-5 տարի բացառապես ոչ մի բան չի ներկայացնում, բացի այն, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա։ Ինչ-թե հիմքը նրանց։ Ուրեմն ես ճիշտ ասած միտումով տարիներ շարունակ աշխատել եմ ակնհայտ հակասությունները մեղմ ներկայացնել, որովհետև ազգային պառակտումը բան չի, էլի խրախուսելի չի, բայց մենք նաև դրա զոհն ենք դարերի, երբ որ մեր մեջ մի վարդանիկ որևէ գժություն է արել, դավաճանություն է արել, բայց հանուն ազգային միության, միասնության եւ այլն խուսանավել են, խուսափել են եւ այսպես անընդհատ լճացումը խորացել է, հացահասել է բոլոր ահավոր բաներ։ Օրինակ ես խորապես համոզված եմ, որ եթե 1920 թվականի մայիսյան խռովություններ եւ դրանից մինչեւ սեպտեմբեր եղած ժամանակ Հայաստանի կառավարությունը գնդագարեր բոլոր այն ռսակոծերին, հայ բոլշևիկներին, ովքեր Արմեն կոմեր կոչում, կուսակցություն, Սպարտակ եւ այլն, էլի ռուսական ագենտուրա նստել։ Եթե գնդագարեր բոլորին մեկ-մեկ մենք Հայաստանի Հանրապետություն չէինք կորցնի, բայց կառավարությունը սոցիալիստական էր, մեղմ էր, կոմունիստական չէր, այս արևմտյան տիպի եւ ասում էին, որ ցեղասպանություն եւ այլն հայ ժողովուրդը այս տառապանքի ճամփով անցավ եւ այս բանդիտներին ներեցին, բանդիտներ, որոնք հետո կործանեցին առաջին հանրապետությունը, նկատի ունեմ Աղասի Խանջյանին, Ղուկաս Ղուկասյանին եւ այսպես շարունակ, նույնիսկ հիմա Ղուկաս Ղուկասյանի արձանը, այս բանդիտը ուրեմն Աշոտսկում արձանով բազմել է եւ Աշոտսկ քաղաքում մի կարգի շենք չկա, բայց իր հրապարակը խնամված հարաբերական մաքուր է։ Այդպես է նաեւ Ամասիայում, ինչ-որ Լենինի ինչ-որ գունդ արձանը հասկանալի առաջին չէ եղել, ինչ-որ թափառում է, ափսոսում են, ջարդեն, փշրեն, գոնե օգտագործեն քարը։ Հիմա այս ձեր ասածով, բայց հիմա մենք պետք է ասենք լավ Հայաստանում ինչ ուժեր կան, ինչ են։ Ես կարծում եմ երկու մասի է բաժանվում, էլի մեկը պետականակերտ այն շերտն է, որը իր պետությունն է ստեղծել, պաշտպանել այս տարիներին դաժան ձևով, կա երրորդը ռուսական ուժը, դա հայկական ուժ չի։ Հայեր են, երևանցիներ են, քանաքերցիներ են, քյավարցիներ են, Աշոտսկի Ղուկաս Ղուկասյանցիներ են եւ այլն, էլի։ Հիմա իրենց խնդիրն ինչն է։ Պատերազմը սանձազերծեց Ռուսաստանը, Արցախի, դա ակնհայտ հիմա եթե մարդ կա ԱՊՇ-ի նման նորից պետք է շարը գցի Հայաստանի վրա, ԱՊՇ-ի նման, եւ չեմ ասում հանցագործի նման, խոսքը գցի միայն թուրքի, քրդի, չգիտեմ, այդ բաների Պակիստան, Զանզիբար եւ այլն, որոնք մասնակցել են այդ պատերազմին, կճճատից։ Եթե Ռուսաստանը չի ասում առաջի կազմակերպիչ եւ հակահայաստան ուժը որ արեց, ուրեմն դրանք հանցագործ խմբեր են Հայաստանի դեմ ուղղված իրենց միտումներով։ Հիմա եթե կոնկրետանանք, այսպես է, ուրեմն կա Հայաստան եւ հակահայաստան ուժեր։ Հակահայաստան ուժերը ձեր ասածն է, որոնց խնդիրը ինչ էր։ Հիշեք, քիչ էր որ պարդվեցինք Արցախյան ճակատում ամսի 9-ին եւ մեկ էլ հանգարց տեսանք պատերազմը շատերն շոկ էր, հիշում եք, ժողովրդի համար շոկ էր, որտեղ հաղթանակի հույս կար հայ գեներալի հանդեպ, հավատ կար եւ այլն եւ այլն։ Ուրեմն մեկ էլ կերած խմած բանդաներ լցվեցին կառավարության շենք, բանդաներ իսկական իմաստով։
Մարսիկը չէին հասկանում ինչ է լինում։ Այդ նույնն է, որ Հիտլերը, որ իրենց մայր երկրի վրա որ հարձակվել էր, Մոսկվայի պատերի տակ էր, արմյաշկեկը պետք է լցվեին Ստալինի մորթեին։ Այս տարբերակն էր, իհարկե դա չէր լինի, բայց այսպես եւ ինչ է։ Ուրեմն սկզբից խնդիրը դրվեց տաբալել Հայաստանի իշխանությունը, որպես այդ հետո այս Սյունիքի հարց, այս զզվելի բաները, այսպես կոչված Զանգեզուրի միջանցք, Հայաստանի պետականություն տաբալվեր, ձևավորվեր, այն որ գուբերնիային ասում է ստում են։ Ռուսկի միրը Պուտինյան չի ենթադրում ոչինչ, քան բնակավայրը։ Նախիջևան, Ղարաբաղ, տես մեզից վերցրել են։ Եթե լիներ հայկական մարզ, եթե Նախիջևանի հայկական լիներ, պրոբլեմ կլներ։ Անուններ ազգանները դրել են աշխարհագրություն, քշեցին տվեցին Թուրքին։ Ռուսների մասին է խոսքը, իհարկե հայ ռուսակոծերի օգնությամբ։ Միանշանակ է։ Փաստերը այնքան ագնարու են ասվել։ Հիմա ինչ էր տապալել իշխանությունը եւ ռուսկի միրի հավաքը սկսվել, այսպեսի արտահայտություն կա Պուտինյան Ռուսաստանի ստրատեգիական այսպես այդ միջավայրում, էլի, Սաբիրանիա ռուսских земель։ Այդ Սաբիրանիան սկսվել էր Հայաստանից, որովհետև ինչու։ Որովհետև ռուսկի միրը Մոսկվային հաշվել է, որտեղ հայերը ինչ։ Ռուսակոծերը մի հատ փեշտ կանենք Թուրքի միջոցով իրենք միանգամից կգա մեր տակ կպարկեր, ինչպես եղել է դարերով եղել, չէ՞, բայց պարզվեց նոր սերունդեր, նոր իշխանություններ իր ուժերի չափ եւ այլն, չհամակերպվեց եւ պետականությունը փրկեցինք։ Իրականում պետականությունը փրկեցինք, անկախ պետականության մասին է խոսքը, այն Հայաստանի Հանրապետությունը, որ Մոսկվայի դաշնագրով մարտի 16 1921 թվի, ուրեմն մարտի 16-ի եւ դրա վերակրկնությունը հոկտեմբերի 13-ի Կարսի դաշնագրով այն Հայաստանը որ կա, այս Հայաստան, այն Հայաստանն է, Արցախ չկա, մեջը Նախիջևան չկա եւ այլն։ Եվ այն ժամանակ 31,000 քառակուսի ուղղակի հիմա դարել է 29,000, ես վստահ եմ, որ քարտուղարները ժամանակին այդ հողից ծախել են թուրքերին, որտեղ հայ մարդու մի տեսակ ընտանիք է պահում, էլի։ Ինչպես որ հիմա կողոպտեցին բանակ ընտանիք պահելը, Բագոսակյան ընտանիք էր պահում, ասում են հերաբար մի քան ընտանիք է պահել, հիմա իրեն էլ Ալիևն է պահում։ Այսինքն ողբեր կգան։ Ուզում եմ ասել, հա տակտիկան փոխվեց, երբ որ տեսան իշխանափոխություն չի լինում, տեսեք իշխանափոխություն, ինչու։ Ընդրություններ, վերահաստատում, մասնագից եք, բոլորն են մասնագից, գիտեք, եւ ահա Մոսկվայից տակտիկան փոխվեց, քանի որ չեք կարող դավալել այդ իշխանությունը, իրենց արժեք խնդիր դրվեց։ Ուրեմն անկայունություն առաջացնել անընդհատ անկայունություն առաջացնել, ներվայնություն եւ մշակել ժողովրդին այս բանով, էսե որ անում են։ Դրա համար հիմա մեկի խնդիրը, եթե անկայունություն եւ պետականության տաբալում է են Մոսկվայի համար ինչ ծրագիր ներկայացրել են իրենց գլոբալ ծրագիրը իշխանափոխությունն է, որը այսօր վերածվել է ինչի իմպիչմենտի բարձ է, այսինքն հրաժարական երկու չեղող բան է, բայց Մոսկվայից քացուտակ են քսել, ասում են անելու եք իրենք անում են, այսինքն ինչ ծրագիր պետք է ներկայացնեն Հայաստանի զարգացման, Ռուսաստանի տապալման, իրենց մոտ կա մի խնդիր, օրինակ հիպոթետիկ բան եմ ասում, որ եթե Ռուսաստանը հարձակվի Հայաստանի վրա, Հայաստանի բանակը պետք է գտնվի ռուսական բանակի դեմ, իրենց ծրագրում կա, որ Հայաստանի բանակը պատրաստել բոլորի դեմ կռվելու, ով որ կհարձակվի Հայաստանի Հանրապետության վրա։ Այս ստրուկների մոտ կա, այդպես չկա, չի կարող լինել։ Դրա համար ծեր ասած ա թե ինչ, իրենք զբաղված են այն մի լավ բառով կվերջանա կասեմ էլ է։ Պաշինյան, հատկապես ակտիվացել են քաղաքական իմաստով, բայց կասեմ։ Նու այս ընթացքում միշտ ակտիվ են եղել երկու նախկին նախագահները Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, բայց վերջերս իրենց է միացել նաև այն մյուս նախագահը, որը Սերժ Սարգսյանը եւ Քոչարյանը նախագահների բույլ է։ Մոնղոլ թատերական ավազակախումբ էր կոչում, հիմա համարում է որ դրա իրենք հաղթած նախագահներ են, Փաշինյանը դրա համար չի սիրում, վրեժելուծում։ Ինչ է ուզում Տեր Պետրոսյանը, ինչ է ակտիվացում։ Ուրեմն կա երկու նախագահ, Աստված երևի 3 է սիրում, էլի։ Երկու նախագահ կա ակտիվ, եւ մի հատ էլ կա կուկլավոտ, որը մնում մի հատ զառնացում մի բան է ասում,
կրնում է, իր համար սրանք իհարկե ատելի մարդիկ են, ինքը իրենց չի սիրում, որտեղ ես իշքան գիտեմ, ինձ ասել են, ես չեմ շփվել չգիտեմ, բայց բանով քաղաքական իմաստով Լևոն Տեր-Պետրոսյանը նարցիս է, ինքը իրեն շատ բարձր ինտելեկտուալ է հաշվում, այս գեղցիների հետ հավասար մարդ չի։ Հասկանում եք ինչ կա, բայց որ երբ որ կարիքը ուրեմն գալիս է շոքում ձմեռը դուրը, իսկ այդ կարիքը կոբիրկինն է բերում, դուք չեք նկատել, հենց կոբիրկինը հանդիպում է Լևոն Տեր-Պետրոսյանի մեջ, մեկը զանգեր ղողանջում են հազարումի, նույն կամ ուզուր պատերի հետ։ Այս երկուսը երևում է ինչ-որ թելերով կապված են։ Եվ այսպես սրանք տառնում են ջերմ եղբայր եւ ինչ է լինում։ Սրանք ողերին թշնամի են Հայաստանի պետականության անկախությանը։ Ոչ թե անձնական չի հարցը, թե չէ անձնական ես տարիների որ դիտարկումով նայենք, եթե թողես կմորթեն իրար։ Օրինակ վստահ եմ Քոչարյան Ռոբերտ բանին Լևոն Տեր-Պետրոսյանին կմորթի ուղի, ոնց որ գնդակահարեց, սրան երևի բաններ կապսոսա գնդակը, բայց թե իրենք մի կոդի մեջ են Հայաստանի դեմ, Հայաստանի պետության, հետավես տաշնագիցներ են և ամեն ինչ մոռանում են, բոյ, տեսք, ասած, չասած և գրողում են Հայաստանի Հանրապետության բանի դեմ, իշխանությունների դեմ, որովհետև դե ամեն ինչ էլ կպցնում են, ես գիտեք ինչ կա, հիմա դժգոհություն շատացել է, գիտեք իշխանություններից, դե որ այդքան քարոզչություն, Ալիևը ժամանակին չէ, բանակ զինեց, սրանք փողը կողոպտեցին, դրեցին, հեռուստալրագրություն ստեղծեցին, տգետ, անհասկացող, մոլեռանդ և բայրակթարներ էլի, ոնց որ զոր կլինի, այս ռևանշիզմի, որ նայում ես լրատվության, ոնց որ զոր կլինի, հարցաքննողներ են, դատախազներ են, էլի, կողում են են, որը ով էր ասեց, մի կողի բերանս, ազգային ժողովում, էլի, կողում են բերանում, մինչև դիմացինից բամբոք են։ Իրեն սա ստեղծեցին և այս գործը իրենք տանում են, բայց իրենց պետք է տխրեցնեմ է բան, բայց կանգնաբացուցեց, որ ինչքան էլ իրենք սաբոտաժ արեցին, սաբոտաժը քաղաքական ուղղություն է, 7 տարի դուք անընդհատ սաբոտաժ եք անում, տնտեսական զարգացում չէ, սաբոտաժ ժամանակ լավ չի լինում, առաջ օրը լավ չի երևում, 7-րդ օրը երևում է, որ էս էլ չի եղել, հետո ասում եք լավ չեք կառավարել, ինչու չկա, ինչու է վատ եւ այլն։ Սաբոտաժի խնդիրն ինչ, այս սրանց գործելաձևն է, էլի։ Մոսկվա հաջո իհարկե նաև դա Ղարաբաղյան կլանին է ցերնտու, որովհետև տես մեռնում են 2 կոպեկ հետ վերադարձնեն Հայաստանի Հանրապետության, որ ոչ փողն է իրենցը, ոչ էլ բան, իրենց պաշտոնի չարաշահումն է, չէ։ Ուզում եմ ասել, այսպեսի մի բան եւ բայց սխալվում են ինչու։ Սխալվում են հետևյալով, որ ժողովրդի հիմնական մասը, որը միջին հայն է, այդպես ասենք, բայց այն մտավորականը չի։ Այդ մտավորականի մի մասը սովետական նռում է, որ բան գիտի, պատմաբանները թշնամի են այս պետության, չի, կյանք իրենց սխալ է հանել, փոխանակ իրենցից վերեջ լուծել, կյանքին է սխալ հանում, ասենք հիմա ես գիտեմ Վոհմագը կասի, որ Ղուկաս Ղուկասյանին բանդիտ ասեց, բայց գիտեք ինչ արել Ղուկաս Ղուկասյանը, հայտնի է ձեզ թե ինչ արել, այն թուրքական բանակը, որ Ալեքսանդրապոլի ուղղությամբ հարձակվում էր, Ղարաբաղին հարձակվում է, սրանք Մոսկվայից ազնարություն ունեին, Հայաստանը բանակի թիկունքում ջորիներ սպաներ, քնդաբանը ծանր գումակը ջորու էշ, դե ժամանակվա փոխադրավ ձիեր, ուրեմն սատկած լեշեր էին գցում ջրհորերը, որպեսի հայկական բանակը նահանջելուց գալուց չէ, անասունը ջուրը չի խմել եւ այլ։ Դեզեր էին վառում Ղուկաս Ղուկասին, գող այսօրվա գողավազակների նույն այլանդակ տեսակներն են, բայց հիմա մարդ կա, որ մեկը կար, մի հատ քոսոտ կնիկ կա, էլի, բոլշևիկ ացած ժամանակը, մինչև Բրյուսելից իսկ գրել էր, թե դու ինչ իրավունք ունես Ղուկաս Ղուկասյանի ուրեմն բան ես ասում, ես էլ ասի կարող ես սիրած տեղեր մարդը, ես քեզ փաստ եմ ասում, դու իմ իրավունք ես կարող եմ որոշել, ես որտեղ որը մեկի մի խոսքով ինչ եմ ուզում ասել, հիմա կրճատենք էլ ես բոլորը։ Հիմա այս ժողովուրդը տարօրինակ էլի, ամուր բոլոր դժգոհություններով, բաներով, ամուր կանգնեց իշխանությունը պահելու տեսակետի վրա, որտեղ ինքը զոհը տվեց։
ինքն է ժողովուրդն է միջին հայը տվել զոհը, զրկանքը կրել, դարձել անիրավված, թոշակի հույսի մնացած, որի կողոպուտի, եթե չէ կողոպուտ չլներ, թոշակը բարձր կլներ, այն դոմիկ չեր լինի, այլ տներ կլնեին, տնագներ չեր լինի եւ այլ։ Բայց այս ժողովուրդը կանգնեց եւ պահեց իր իշխանությունը, որին ինքը ընտրել է։ Հիմա իշխանությունը լավ է, վատ է, այս հարցը դնում ենք։ Ինքը ընտրել է, բայց ասել որ իրենցը շատ լավ է, միջին երիտասարդ սերունդ է տարիքի։ Այս է միած ծաղկակահ են, հավանաբար սերունդափոխություն է եղել, չէ, եւ տեսնում ես, որ գիրք են բան, այսինքն ոնց է, կարող է դրանք նա չմաշարժել։ Այսինքն ուզում եմ ասել, այս բանն է, իրենք այդ խնդիրն են լուծում։ Հիմա այդ ծրագիրը մեկն է, Մոսկվայից հազարած է Հայաստանի իշխանությունը տապալել, եթե չեք կարող, չթողեք հանգարց չնչեն։ Հիմա իրենք էդ են անում, չեն թողում հանգարց չնչեն։ Պաշինյան, օրս հայտնի դարձավ, թե ինչ պատիժ է նախատեսվում Միքայել Աջաբահյանի համար, շատերը շարունակում են պնդել նորից, որ Աջաբահյանի տեղը եկեղեցին էր եւ ոչ թե բանտը, հաշվի չառնելով, թե ինչ հայտարարություն։ Եթե Աջաբահյանի տեղը այն եկեղեցին է, որ իրենք ասում են, այդ եկեղեցին Հայաստանի պետք չի։ Բայց կարծում եմ մեղմ է, բայց ես չեմ ուզում չար մարդու բան ունենամ, մեղմ է պատիժը, որովհետև քյոխվեկի մի դաս է առաջացել Հայաստանում, անկախ իրենից, հիմա ինքը չի, մենակ ասենք եպիսկոպոսներ, սրանց չի կարելի ձեռ տալ, նախագահներ, գույս են, չի կարելի ձեռ տալ, վարչապետներ, գողավազակներ, տեսնում եք, կարող եմ գողավազակ ասում եմ, որովհետև դատական բաները երևում են, նյութական գողություն, ուրեմն նարկոմաններ սրանց չի կարելի, որովհետև իրենք եւ այլն, ով մնաց պետք է բաժեն ինձ ու քեզ եւ ժողովրդին ով այսօր Շիրակի գոտում ճագնդեղ է փորձում աճեցնել։ Իսկ ինչու պետք է այդ մարդը կոնկրետ տերորի կոչ է արել եւ իշխանապողության կոչ արել, որ իրավունքը չունի եւ քիթը խոթել էր պետական կառավարման համակարգ, որ Հայաստանի Հանրապետության սահմանադրություն մերժում է։ Այսպես չեմ ասում, որ Վարդանիկի հետ միասին ռուս սերժանտի հետ նիստ անցկացրին, չէ, համայնքապետարանում, չէ, ագենտուրա է, թե չէ, դե ես քաղաքագետ որպես կարող եմ կասկածել, թե չէ, թող այդ դեպքում մատում կանչեին, պարսիկ կանչեին, բյուզանդական բան կանչեին այդտեղ նստեցին, ռուսերեն չէին բերել նստեցին, ռուսը ով է մեր համար, ով է, ինքը ով է, ինչ է, դաշնակից ենք, դաշնակցությունը տեսանք, մեզ նույնիսկ սահմանակից պետություն չի, մշակույթով էլ մենք տարբեր ենք, լրիվ տարբեր ենք, մենք ավելի հարազատ մոտիկ ենք հույների հետ, չէ, որ միասին ենք, եւ ուզում եմ ասել այստեղ, բայց այստեղ չեն թողել, ես իմ ռուսների, ինձ ռուսները էլ չեն հետաքրում, գիտեմ, որ փրկություն չունեն, մեռնել, բան, այդ երկիրը կործանված է, իրենք էլ չունեն, որովհետեւ այդ բան չկա։ Հիմա Տադարանը որոշում է կայացրել, այսպես է, եթե Տադարանը իրեն ազատել, այն մյուս խումբը պետք է ասեր արդարադատություն չկա Հայաստանում։ Հիմա այս որոշումն են կայացրել, ասում են Հայաստանում արդարադատություն չկա, բայց տվյալ որոշումը խիստ արդարադատ է, բայց մեղմ է։ Եթե ասեմ բան կա, իրավագիտության մեջ տեսություններ կան, որ ասում է պատիժը պիտի լինի հիմնավորված, ոչ դաժան։ Այս երևի այդ տեկինը այս 10 լավ է սովորել, կարող ես այդ 10 տվել, էլ ես չեմ տվել, բայց մենք իրավունք ենք անցել, այո, պատիժը հիմնավորված լինի, բայց ոչ դաժան։ Այսինքն, այսօր իրեն էլի բան են արել, ոնց ասեմ, զիջել են, ինքը տերորի կոչ է արել եւ ես ասեմ, եթե հիմա չէ դուք նայում եք որոշեմ, հայ հասարակության մեջ սփյուռքից սկսած մի շերտ կա ցավալիորեն, ոնց որ բաշիբուզի հոգեբանություն ունի, պետության դեմ օրենք բան ամեն ինչ կարելի է անել։ Դրան բոլորը դատապարտում են պետական հիմնարկներին, ինչի դրան ձերբակալեցին, ինչի նրան բան ձերբակալեն։ Սերժ Սարգսյանն չի կարելի, Քոչարյանին չի կարելի, որտեղ արժանապատիվ կանցագողեր են եղել, էլի։ Հիմա նորմալ է, բայց ուրեմն իհարկե նորմալ չի մեր որպես ազգ պետություն։
Եկեղեցին ինչ գործ ունի, քիթը խոթի ամեն այնտեղ որտեղ։ Այն դեպքում որ եկեղեցու մասին չի խոսքը, սպասավորներ իրենք պիտի խոթեին այնտեղ, որ վանքերը լավ աշխատեն, եկեղեցիները լավ աշխատեն, չէ, հələ տեսեք, հիմա այս մեր բարոյազարկված վիճակ, սպանություն եւ այլն որ կա, ունեցվածքի թալանի համար իրար մամա լացածնելը, այս բոլորի տակ նյութական հարցեր կան։ Եթե մենք լինեինք, ունենայինք այն եկեղեցին, որը նաև դաստիարակություն էր քրիստոնեական, տարածել այսպիսի որ գրամոլություն Հայաստանում չէր լինի։ Այն էլ նախագաներ գողմող իրենց դետա թող իրենք բան անեն էլի։ Հիմա Սամվել Կարապետյան թող դատի տա մարդկանց էլի, որ երբ որ ասում են։ Բայց հարցը էսպես է մնում, ունեցվածքը որտեղից։ Չէ, այս հարցը կա։ Իմս որ նորմալ է։ Նորմալ է, բայց մյուսներն էլ հասնում։ Ոչ մեկը չպիտի արտադրությունից խուսափի, սկզբունքը պիտի լինի։ Պարոն Շինյան, փորձագիտական շրջանը քննարկում է Մակում Փաշինյանի եւ Ալիևի ելույթները, Ալիևը շարունակում է դեռ խոսել Զանգեզուրի միջանցքի մասին, իդեպ նույնը գրեթե խոսում են այն ընդդիմադիր ուժերը։ Նույնն է Մոսկվայի նարատիվն են խոսում։ Ալիևի բան չեն շարունակում նույն թեմայով խոսել այստեղ։ Ինչ այնտեղ խոսելու բան չկա։ Ես կարծեմ ձեզ մոտ եմ ասել, մնում հաստատում են եզրակացությունը, որ Ալիևին խաղաղության պայմանագիր պետք չի։ Ինչու պետք չի, որտեղ ուժեղ է։ Որտեղ ուժով հիմա կարող է շատ բան վերցնել, որտեղ մենք թույլ ենք։ Բայց քանի որ մենք միջազգային հարաբերությունների մեջ կարողացանք որոշակի ցանց առաջացնել Հայաստանի բարեկամ պետություններին, Ալիևը կանգնել է միտեղ, որտեղից այլևս օգուտ չունի։ Մանավանդ որ ոնց որ հյուսիսից Պուտինն ցիցը խրել է համապատասխան տեղը, իրար են կծում, գիտեք, իրար են ոշոտում Ալիևն ու Պուտինը։ Նա որովհետև սկսեց գլուխ կովել, որ ինքն է Ղարաբաղը ազատագրել հայրենական պատերազմը, ռուսներ փայտել են, անասուն ասում է Ղարաբաղ վերցնել քեզ տանք, հիմա դու ես գրավել։ Նրան ասում է ես եմ գրավել, դե եղած է վրա է խոսում։ Հիմա այդ հարցն է, հիմա դրա համար է Վարդան Օսկանյան մեջ են դրել Ղարաբաղցիք հետ գնան, դու գնա, ես կամ տարի Ղարաբաղ էլ հետ գնա, ոնց ես գնում։ Լավ թիմդ կազմի գնա, մենք էլ կպրծնենք այս պետությունն ժողովուրդը հանգիստ կզներ։ Ուզում եմ ասել, հասկանու՞մ, այսպեսի վիճակ է առաջացել, հիմա վերադառնանք ամբիոնը, ինչ եղավ։ Եթե կհիշեք, ես Տեհրանում էլ ասեցի, մենք որ այնտեղ էինք, Ալիևը իզգոյի է վերածվում, Հայաստանի Հանրապետության ղեկավարության ասեմ, մենակ ο ղեկավարությունը չի, ես քարոզչամիջոցներ վերլուծազար բան, հայկական կողմի պետականամետ հատվածի ջանքերով Ալիև աշճանաբար վերածվեց իզգոյի, վտարակի իզգոյ են ասում, մեկուսացված մի բան է, փորձեց Թրամփի միջոցով նորից ստանալ, բայց նագրությունը պահել, ինչպես մեր ռևանշիստներն են, այսինքն Հայաստանը անկախության կողմ են, բայց Հայաստանի անկախության սյուները քանդում են հիմքերը, կարծում են կրսի նմանել, բայց անկախության կողմ են իրենք են։ Եվ ինչ եմ ուզում ասել, եւ մենք երկուս հանդիպեցին, որտեղ ուրեմն Ալիևին ընդհանրապես որ ինչին է պետք խաղաղությունը, ինչին է պետք Նախիջևանով այդ սահմանը, բան անցակետը, որ ասում են միջանցք, այսպես կոչված, ոչ բան պետք չի, որովհետև ինքը կարող է անցնել Պարսկաստանով, ինչպես որ օդային տարածքը կա, Նախիջևանն դարձրել են, ես ինչ ոնց ասեմ, Իսպանիան է, հնարավոր չի էլի, այսպես, ընդ որում հատուկ ասում եմ, հետո Նախիջևանն իրենցը չի, այսօր էլ իրենցը չի։ Նախիջևանը Մոսկվայի դաշնագրով պրոտեկտորատ է, անունը ինքնավար մարզ գտնես թե հանրապետություն, դա բան է։ Ես մի քիչ թող երկիրը պնդանա, ես կարծում եմ մենք պետք է դրա վզից բռնենք, քարշ տանք միջազգային դատարաններ, պրոտեկտորատի արմատները բացել, որտեղ պրոտեկտորատը ժամկետ է ունենում սովորաբար։ Ռուս մեր ախպերները քանի տարով եք Հայաստանի տարածք հանձնել Ադրբեջանին որպես պրոտեկցիա,
որպես կանոն, գիտեք, մարդկային բաների մեջ կարծեմ 18 տարեկանն է, չէ՞, որբերի բանի, որ շոր մեկին են տալիս, դուք եք պահում եք 18 տարից հետո կամ որ փանոսներ երեխան վերջանում է ամենը։ Այդպիսի մի բան է պրոտեկտորատ, իրենցը չի։ Հիմա բայց քանի որ ուժ ունի եւ այլն, այսպես ճնշեց եւ Հայաստանում էլ քանի որ դաշնակից ունի հանձին ռևանշիզմի, որը ոչինչ չի անում բացի երգիրը ցնցելը եւ իրենց կյանքը երկարացնելը եւ այլն, այսպես հանդիպեցին եւ մեկ էլ հանկարծ Հայաստանի քաղաքական ակտիվությունը վերեց երկնակամարում սկզբից հիշեք հայտնվեց Ֆրանսիա բանը չեմ ասում Հնդկաստանը չեմ ասում հանկարծ Մակրոնը որ հայտնվեց Հայաստանին ձեռք մեկնելուց սրանք ոհմագով վերատվեցին ադրբեջանցիք ինչ-որ բան ադրբեջանը եւ վաղ իրենց թիգունքներ Պուտինը թիգունք էր իրար հետ ոհմագով վերատվեցին, բայց դրանից հետո հանկարծ Հայաստանի նաև հանրապետության իշխանություններ եւ ոչ միայն իշխանությունների աշխատանքի շնորհիվ երկնակամարում հայտնվեց Թրամփը։ Ահա Մակրոնի հետ ինչպես խոսում ես Թրամփի հետ երբեք չես խոսի։ Եթե Մակրոնին մի բան ասես, մյուսին խաղաղության մրցանակի Եվ այսպես ինչ ստացվեց, ուրեմն Հայաստանը, որ պարտվել է եւ շնորհիվ Ղարաբաղյան կլանի, ես վստահ եմ, որ մեր հիմնական մեղքը պարտության Ղարաբաղյան կլանն է, ոչ Ադրբեջանն է, ոչ Ռուսաստանը, ինչ ուզում է լինեին, ինքն է, իր բոլոր պրոքսիներով, եւ այլն։ Հիմա այստեղ Թրամփը հայտնվեց, թե Մակրոնի դեմ կռիվ կտաս, ինչ-որ բաներ կսարքես Թրամփի դեմ, մեկ է տեսար չպցրեց, ինչպես հիմա անում է։ Խաղաղություն ասում է, մի հատ չափալախում է, եւ աններ սա չափալախից վախենալով վազեց Վաշինգտոն։ Մենք հարկադրված ենք գնում, որտեղ մեզ խաղաղությունն է պետք է բոլորը վերքերը բուժելու, պետությունը կարգի բերելու, սահմանների սահմանագծումն ավարտելու, տնտեսություն եւ այլն, ես ինչ որ կա, այսպես նաեւ Գերորդ Շարասյան հերը անիծելու հաջորդը դրա հերը պետք է անիծի ռսա սեկտորի իրենք պետք է կամավոր հանձնվեն հայ ժողովրդին կամ միանան մեզ կամ էլ պետք է հերը անիծի տայգա ուղարկվեն որովհետև այդպես պետություն չի հիմա այս պայմաններում ահա մենք եւ Վաշինգտոնում ստորագրվում է մի թուղթ համաձայն Թրամփի հետ միջանցքի մասին որը ջերում է ամեն ինչ Պուտինստանի, Ալիևստանի այդ ամեն սրանց 9-րդ, 10-րդ կետ, ուրեմն քոսոտները, ուրեմն որ ամեն ինչ անում էին, որ Հայաստանը որպես պետություն շարքից դուրս գա եւ 19-րդ հոդվածներին օգտագործում, հիմա կախվել են ուրեմն 9-րդ հոդվածի ցցի վրա են նստել, ասում են ավելի լավ է, քան Թրամփինը, չէ՞, որտեղ Մոսկվան այդպես ուզում, Զախարովան այդպես է ուզում։ Պարզ է ինչի համար Եվ այսպես մենք հարկադրված գնում ենք եւ ստացվում է որ ինչ առաջանում արտաքին եւ ներքին մեր ուժերի համազորը պլյուս արտաքին ասեցի ովքեր են արդեն Հնդկաստանն այլ չեն քաշում արդեն Ամերիկա դեռ ով հատուկ եմ ասում որ ասում են Թրամփը լսեք այնպես է ներկայացնում որ իրենց ընկերն է Եթե մեկը կարող եմ 7 միլիարդ դոլար աշխատել եւ օրինական աշխատել, այսինքն դուք ինչ եք խոսում, իբր թե SN-ը, մի չեկիստները հսկա մի բանդա կա, Հայաստանից սովետական միությունից փախել են, ազգաններ չասել, որ տեսել եմ ասում։ Այնտեղ տարել են մեկնաբաններ բաներ ու ասում են Թրամփը Պուտինի գործակալն է, հես, բայց իրենք արևմտամետ են, մեր արևմտամետերի պես են շատեր, էլի, մեկ են նեղվեցին, սկսել են Ռուսաստանի երկել, բայց արևմտամետ են, թաքցրածները, հիմա այդ պատկերը եւ Թրամփի, բայց հիմա այնտեղ կա Մայք Ռուբիոն, որը հայկական հարց գերազանց գիտի, ես ձեզ ասեմ, շատ լավ գիտի, ադմինիստրացիա մի քանիսը կան, որոնք հայկական հարց իրականում գիտեն եւ նաեւ լոբիստական աշխատանք են արել։ Հիմա չերկարացնեմ, այս պայմաններում Հայաստանը ստանում է միջազգային զորակցություն եւ ուժերի հարաբերակցությունն արդեն իրենց ալիևը ինչ որ ուներ Մերը բաշանում է սկսում է բալանսը, այստեղ խաղալ իրար հավասար են դառնում, եւ այստեղ է որ Աբշերոն եզը ուզի պիտի գնա Վաշինգտոն, գնում այնտեղ ուրեմն Քուրդաշիրապետի հայտնի բան է քուրդ գեղձավորության բանով, ներկայանում է գալիս ասում է չէ,
Այդպես չի էլի։ Էս որ այստեղ կարող ենք ինչ ասել։ Զարմանալու բան չի, որովհետև նա չի տալու կամ չի վերադարձնել, են բոլորին չհնարավոր է չվերադարձնել, բայց այդտեղ հարցը արդեն մերը չի։ Այնպես որ ես ռևանշիստներին ուրախացնեմ, կամ դուք մեր ռևանշիստներին դոլարը կհանեք կրբաններից, ռուսական ռուբլի կդնեք կրբաններդ, կամ էլ Ալիևը Թրամփի հետ հարց կունենա, իմացեք։ Մեր հարցը չի էլ։ Եվ ես պարզ է, որ ինչ է լինելու, իհարկե ներվ են ուտելու, չեն թողելու բան, բայց այստեղ Հայաստանի վարմ ասեմ, չէ, նույնիսկ Մակում վարչապետն ասեց հայկական խաչմերուկի տրամադրության մեջ է։ Մեռնում են այս ապուշները։ Հայկական խաչմերուկի տրամադրության մեջ է։ Եթե վարչապետի թող լսեն, եթե չէ, ես ցույց եմ տվել։ Ես տպագրեմ Քրիստոմաթ հայկական խաչմերուկ վաղուց կան, մի ռուսական ռուբլի կտան մի մեքենա, մի հատ կտան կկարտան։ Շնորհակալություն։ Սա օրվա թեման էր, զրուցակիցս Լևոն Շիրինյանն էր, Քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության նախագահը, կհանդիպենք առայժմ։